Խորհրդարանական ընտրություններում քաղաքական այլ ուժի հաղթանակի դեպքում Հայաստանը աշնանը պատերազմի մեջ կներքաշվի, շարունակում է վախեցնել Հայաստանի քաղաքացիներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ղեկավարման 8 տարիներին, ինչպես նկատում են վերլուծաբանները, 3 լայնամասշտաբ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հայկական կողմը հազարավոր զոհեր է տվել, հանձնվել է Արցախը, օկուպացվել են Հայաստանի տարածքներ։ Հունիսին սպասվող ընտրություններում իր գլխավոր մրցակիցներին կառավարության ղեկավարն անվանում է պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ։ Այդ բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում։ Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտա, հստակ, մի մասը ենթադրում եմ չի էլ հասկանում ինչ ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռևս առկա են խոչընդոտներ, արձանագրել է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը իր հրապարակած տարեկան զեկույցում։ Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը, որպես հիմնական խնդիր կառույցը մատնանշում է Բաքվի պահանջը փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ։ Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Երևանը պետք է փոփոխի մայրօրենքը, հեռացնելու այն հատվածը, որը նրա խոսքով ենթադրում թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ամերիկյան հետախուզության գնահատմամբ դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի դրական ելքը երաշխավորված չէ։ Անվտանգային ծրագրի ներկայացնելուց հետո շատերն են խոսում Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է իրենց նախընտրական անվտանգային ծրագրին եւ պարզաբանել, թե ինչու են որոշել Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի կառուցման գործում ներգրավել միջազգային, այդ թվում իսրայելցի մասնագետների։ Խոսքը Իսրայելի ՀՕՊ նախկին հրամանատար բրիգադային գեներալ Սվիկա Հայմովիչի եւ նրա թիմի մասին է։ Մեր զինվորի անվտանգության հասնելու համար մենք կաշխատենք աշխարհի բոլոր լավագույն մասնագետների հետ։ Գեներալը աշխարհի 5 լավագույն հակաօդային պաշտպանության մասնագետներից է։ Մենք մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի ներգրավենք նրան եւ նրա թիմը Հայաստանի օդային պաշտպանության համակարգի վերաստեղծման գործում։ Մեզ այս պահին հարց բարձրացնողն է, թե ինչու ենք հրավիրել։ Երբ որ քո որդին լինի սահմանին, քո որդին լինի պոստերում, ու բայրակտարը իր գլխի վերևը լինի։ Դու կասես ինչու ես իսրայելցի բերել, որ այդ բայրակտարը գցելու, բայրակտարին խոցելու տարբերակներ առաջարկի մեր երկրին։ Թե կասես ճիշտ ես արել։ Դուք ձեր որդիների վրա օրինակ վերցրեք, ձեր եղբայրների վրա օրինակ վերցրեք։ Օմանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, որի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի ու Օմանի արտգործնախարարները։ Իր ողջույնի խոսքում Արարատ Միրզոյանը պատմական է որակել այս իրադարձությունը, հիշեցնելով, որ 1992 թվականին Օմանը առաջին արաբական պետությունն էր, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց անկախ Հայաստանի հետ։ Նախարարի գնահատմամբ Մասկատում մշտական դեսպանություն հիմնելու որոշումը վկայում է երկու երկրների ջերմ քաղաքական երկխոսության եւ համագործակցությունը տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում խորացնելու հաստատակամության մասին։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել օմանցի գործընկերներին աջակցության համար եւ վստահություն հայտնել, որ դեսպանության բացմամբ Հայաստան-Օման հարաբերություններում զարգացման նոր էջ է բացվում։ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Իրանի արևմուտքում գտնվող Բասիջի հենակետին հասցված հարվածի կադրերը։ Տեսանյութում երևում է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինյալի սպանությունը։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Լիբանանի հարավում։ Այնտեղ նկարահանումների ընթացքում վիրավորվել են լրագրող Ստիվ Սուինին եւ օպերատորը։ Պենտագոնը Սպիտակ տնից ավելի քան $200 միլիարդ է պահանջել Իրանի դեմ գործողությունների ֆինանսավորման համար։ Այս հարցը կարող է քաղաքական լուրջ բախումների պատճառ դառնալ ԱՄՆ-ում։ Նախատեսվում է գումարի մի մասն ուղղել սպառազինության արտադրության անհապաղ մեծացմանը։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-իսրայելական ուժերի զենքերի պաշարները կտրուկ նվազել են։
Իրանը հարվածել է Քուվեյթում ամերիկյան բազաներին։ Որոշ աղբյուրների համաձայն պայթյուններն այնքան հզոր են եղել, որ հստակ լսվել են Իրաքի սահմանային շրջաններում։ Սա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոստացած գործողությունն է, ճշմարիտ խոստում 4-ը, որի 63-րդ ալիքը ողջ գիշեր կրակի տակ է պահել ոչ միայն Իսրայելը, այլ նաև տարածաշրջանի մի շարք երկրներ։ ԱՄՆ ազգային հակաղաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթի նկատմամբ հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել։ NBC News-ի տվյալով նա կասկածվում է գաղտնի տեղեկության արտահոսքի համար։ Հատկանշական է, որ հետաքննությունը սկսվել էր դեռևս նախքան Քենթի աղմկահարույց հրաժարականը։ Նա հեռացել էր պաշտոնից բողոքելով իրանական հակամարտության դեմ։ The Iranians have had a religious ruling of fatwa. Հայտնի մեկնաբան Թաքեր Կարսոնին տված հարցազրույցում Քենթը խստորեն քննադատել է Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, ըստ նրա Իրանն անխուսափելի սպառնալիք չէր եւ կոչ էր արել նախագահային փոխել որոշումը։ Քենթի խոսքով Ալի Խամենեի սպանությունը մեծ սխալ էր։ Նա պարզաբանել է, որ հոգեվոր առաջնորդ իրականում զսպում էր միջուկային ծրագիրը եւ թույլ չէր տալիս զենք ստեղծել։ Ազգային հակահաբեկչական կենտրոնի նախկին տնօրենը նաեւ զգուշացրել էր, որ առաջնորդի սպանությունը միայն կհամախմբի իրանցիների նոր այաթոլլայի Խամենեի որդու շուրջ։ Բացի այդ, նա նշել է, որ սպանված Ալի Լարիջանին փորձառու բանակցող էր, ով իրականում ձգտում էր ԱՄՆ-ի համար ձեռնտու համաձայնության հասնել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, նրան մեղադրելով երկակի ստանդարտների համար։ X-ի իր էջում Արաղչին նշել է, որ Մակրոնը ոչ մի կերպ չի դատապարտել Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի պատերազմը։ Ըստ նախարարի, Ֆրանսիայի նախագահը լռել է նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայելը պայթեցրել է Թեհրանի վառելիքի պահեստը, միլիոնավոր մարդկանց ենթարկելով թունավոր նյութերի ազդեցության։ Արաղչին շեշտել է, որ Մակրոնի ներկայիս ճակերտավոր մտահոգությունը հաջորդել է ոչ թե Իրանի գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը, այլ Իրանի հակահարվածին։ Ցավալի է, շեշտել է Արաղչին։ Le président qui arrive et on voit évidemment les ministres des Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտնել էր, որ գազի արդյունահանման օբյեկտներին հասցված հարվածներից հետո հեռախոսով խոսել է Կատարի էմիրի եւ Դոնալդ Թրամփի հետ։ Մակրոնն առաջարկել է սահմանել մորատորիում, ժամանակավորապես դադարեցնել հարձակումները էներգետիկ եւ ջրամատակարարման օբյեկտների նկատմամբ։ Սաուդյան Արաբիան հաստատել է Յանբու նավահանգստում գտնվող Սամրեֆ նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի իրանական հարվածը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական 4 բալիստիկ հրթիռներ են ոչնչացվել իրենց տարածքում։ Դրանց բեկորներն ընկել են մայրաքաղաքի տարբեր շրջաններում։ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուղղաթիռի։ Պաշտոնական Իրանը Արաբական Միացյալ Էմիրություններից փոխհատուցում է պահանջել, քանի որ իսրայելական ուժերը օգտագործել են իրենց տարածքը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին դիմել է գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, պահանջելով Էմիրություններին ենթարկել միջազգային իրավական պատասխանատվության եւ ստիպել փոխհատուցել թե նյութական եւ թե ոչ նյութական վնասները։ Առավոտը բարի չէր Իսրայելի համար։ Ողջ գիշեր հրթիռակոծությունների անդադար ալիքի ենթարկվելուց հետո Իսրայելի անգամ օկուպացված տարածքները ենթարկվում են հրթիռակոծության։ Սա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոստումն է իրենց զոհված ղեկավարների համար։ Հրթիռակոծության թեժ կետերից է Թել Ավիվը։ Համացանցում տարբեր օգտատերեր հրապարակել են խոճապար փախչող ժողովրդի, հաջորդաբար ընկնող կասետային ռումբերի կադրեր։ Իդեպ կասետային ռումբերը վերջին 1 ժամվա ընթացքում ամենակիրառված զինամթերքն են։ Աբու Դաբիի կառավարության հաղորդակցության գրասենյակն էլ հայտնել է Հաբշանի գազի օբյեկտներում եւ Բաբ հանքավայրում պայթյունի ու հրդեհի մասին։ Այս ամենին զուգահեռ Իրանի փոխարտգործնախարարը գիշերը հանդես է եկել հայտարարությամբ։ Մեջբերում առավոտյան Ռամադանի պատերազմում նոր գլուխ կբացվի։ Մենք նախկինում հայտարարել էինք, որ եթե մեր ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, մենք կարվածենք սիոնիստական ռեժիմի, նկատի ունենալով Իսրայելը եւ ԱՄՆ-ի ենթակառուցվածքներին։ Մեջբերման ավարտը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար անակնկալ է եղել Իսրայելի հարավային Պարսի վրա հարձակվելու ծրագիրը, իսկ Կատարը պարզվում է ներգրավված չի եղել։ X-ի իր միկրոբլոգում Թրամփը խոստացել է, թե Իսրայելը այլևս չի հարձակվի այս օբյեկտների վրա, բայց Վաշինգտոնը կարող է նման միջոցներ ձեռնարկել Իրանի անհիմն հարձակումների դեպքում։ Իսրայելի 12-րդ ալիքը հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հրթիռային հարվածների հետևանքով 11 մարդ է սպանվել։ Մինչդեռ իրանական լրատվամիջոցները հակադարձել են, պնդելով, որ զոհերի թիվը հայտարարածից ավելի մեծ է։ Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի բնակավայրի վերևում, գրել է The Washington Post-ը։ Վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ անանուն մնալով հայտնել են, որ ԱԹՍ-ներ նկատվել են վերջին 10 օրվա ընթացքում։ Աղբյուրներից երկուսի խոսքով այս ամենը Սպիտակ տան վարչակազմին դրդել է քննարկել Ռուբիոյի եւ Հեքսեթի տեղափոխման հարցը։ Ռազմածովային ուժերը պատրաստ են հզոր պատասխան տալ Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում թշնամու ցանկացած հնարավոր սադրանքի, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Հայտարարությունում նշվում է, որ լայնածավալ գործողության շրջանակներում ոչնչացվել են ԱՄՆ ռազմաբազաներ եւ հիմնական օբյեկտներ։ ԻՀՊԿ ուժերը կենտրոնացած են ոչ միայն ցամաքում, այլ նաեւ ծովում, արժանի պատասխան տալու ամերիկա-իսրայելական ուժերին։ Նշենք նաեւ, որ այս մասին իրանական ուժերը հայտարարել էին դեռ պատերազմի առաջին օրերին։ Մեջբերում ռազմածովային ուժերը պատրաստ են պաշտպանել իսլամական հայրենիքի ծովային սահմանները եւ հակազդել ցանկացած թշնամիների հնարավոր սադրանքների Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում։